իրազեկ մարդկանց, որոշակի քաղաքական միտք կրող մարդկանց, մեր մտածող հասարակության են դիմում։ Դուք մի հատ ուշադրություն դարձնեք, թե հայտնի Միշիկի Միքայել Մինասյանի կողմից աճեցված քանի կալոուն է հայտնվել քաղաքական դաշտում։ Իշխանության հարտակի մասին չեմ խոսում։ Թող Նիկոլն ու Միշիկը որոշեն, ով է ում ֆինանսավորել, ով է ում հենարանը հանդիսացել, ով է ում բերել իշխանության, ով է ում պահում, ով է ում թիկունքին կանգնած, ով է ում հենարանը հանդիսացել։ Ինձ համար շատ բան պարզ է, թող մեր ժողովրդի համար պարզ լինի։ Այդ ինչպես ստացվեց, որ Միշիկը 2018 թվականի դեկտեմբերին միայն ազատվեց Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից, ինչ եղավ Միշիկը, ուր է հիմա նա, ինչու հանկարծ հետո խաղի կանոնները փոխվեցին, ինչ պայմանավորվածություններ խախտվեցին, ինչու հետո Միշիկը խոհանոցից դասընթացներ էր տալիս, դասընթացներով էր հանդես գալիս, բայց մի հատ նայեք ընդդիմադիր դաշտում Միքայել Մինասյանի կալոուներին, տարբեր հարթակներով, տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներում, տարբեր հավակնություններով։ Ես ձեզ ասում եմ մի քիչ զուսպ եղեք, ես ձեզ ասում եմ մի քիչ համեստ եղեք։ Ես մի քանի անգամ այդ մասին խոսել եմ, բայց շատ լավ կլինի, որ քաղաքական դաշտում քաղաքական խաղացողները ինքնաբավ լինեն, ինքնուրույն լինեն, մարիոտ չլինեն, տեր չփնտրեն,